Հանրային ռադիոյի եթերում Վերնատուն մշակութային ծրագիրն է։ Ձեզ հետ Մերի Մուսինյանը։ Բարի օր։ Օրեր առաջ հունվարի 29-ին մեր բանաստեղծներից մեկը Ավագ Եփրեմյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում գրեց. «Ախպերս մահացավ, մարդիկ, վաչիկս, Վաչե Եփրեմյանը»։ Այս բոթը վայրկյանների ընթացքում տարածվեց։ Գրականության, արվեստի, մտքի մարդիկ ցնցված էին ու հավատալ չէին ուզում։ Ցավի ու սքի մեջ նրանք բոլորը միաբերան գրում էին. «Կորցրինք մեկին, ով մտավորականի բացառիկ տեսակ էր հայ իրականության մեջ»։ Գրող ու հրապարակախոս Արմեն Օհանյանն էլ գրեց. «Զանգեզուրը կորցնում է իր մարդկային հենասյունները»։ Ձյունը թաքցնում է հետքերդ, ճանապարհը, որով հեռանում ես, ի միջով է անցնում, կրակիր ուղիղ սրտիս, ձմռանը կարմիր վարդեր կունենաս։ Մի փետուր ընկավ ափերիս մեջ, կվերադառնաս գարնան սկզբներին, կամ վարդի տեսքով, կամ թռչնի նման։ Վաչե Եփրեմյանը 54 տարեկան էր, ապրում էր հեռավոր Կապանում, անվերապահորեն սիրված մարդ էր, թե իր ծննդավայրում եւ թե դրանից դուրս, մտերիմները ցավի մեջ միայն կրկնում են Վաչիկն ուրիշ էր։ Նա բանաստեղծ էր ու փիլիսոփա, գրականագետ ու մշակութաբան, նա այն իսկական մտավորականն էր, որին մենք անverջ մեր կողքին փնտրում ենք։ Մտերիմներն ասում են, որ բազմիցս են հորդորել մայրաքաղաք տեղափոխվել, չեն համոզել սակայն։ Վաչե Եփրեմյանը կյանքի հետ ներդաշնակությունը գտել ու պահել էր իր ծննդավայրում։ Նա բազմաթիվ գրականագիտական ու մշակութաբանական աշխատությունների հեղինակ է։ Ընթերցողի սեղանին 3 գիրք է դրել, մեկը հավելված բանաստեղծությունների ժողովածուն, մյուս երկուսը 20-րդ դարի հայ գրականություն, մշակութաբանական ենթատեքստեր եւ չգրված գրքի ծանոթագրություններ։ Նա ավարտել է Երևանի Պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետը, բանասիրական գիտությունների դոկտոր էր։ 2012 թվականից միայն Գրողների միության անդամ։ Նույն թվականին նրա պատմվածքներից մեկը ճանաչվել է տարվա լավագույն պատմվածք։ Վաչե Եփրեմյանը Կապանի թատրոնի գրական բաժնի վարիչն էր, որտեղ ժամանակին դերասան էին նրա ծնողները։ Դասախոսում էր նաև Կապանի ճարտարագիտական համալսարանում։ Ցավոք նա վերնատան հյուրը երբեք չի եղել եւ հանրային ռադիոյի արխիվում չկա պահպանված նրա հետ որևէ զրույց։ Ուստի ստիպված եղա օգտագործել Կապանի հեռուստատեսության կողմից պատրաստած մի հաղորդում, որը գտա համացանցից։ Լսենք բոլորի համար միշտ կենթանի Վաչե Եփրեմյանին։ Երբեմն հետ առիթ է լինում, ասում եմ, որ ինձ համար հիշելի իմ առաջին բարուրը, չնայած արդեն 3 տարեկան էի, առաջին բարուրը մեր էպոսն է եղել կամ գիրն է եղել, ընդհանրապես հայոց գիրն է եղել։ Մի սկզբունք ունեցել եմ ես, երբեք որևէ բանի հույս չունենալ, որպեսզի հետո չհիասթափվել կամ չհուսահատվել։ Շատ քիչ այդպես ակնկալիքներ եմ ունեցել։ Մի ակնկալիք ունեմ, ինքս մի սպասում ունեմ, որ երբեք ինքս ինձ չդավաճանեմ, երբեք չնահանջեմ ինքս իմ կերպարից, կերպարի հեղինակը նաև ես եմ։ Այսօր ես Վերնատան հյուրասրահ եմ հրավիրել Վաչե Եփրեմյանի մտերիմներից երկուսին՝ բանաստեղծ գրականագետ բանասիրական գիտությունների թեկնածու դոցենտ Թադևոս Տոնոյանին եւ նույնպես բանաստեղծ գրականագետ բանասիրական գիտությունների թեկնածու դոցենտ Նաիրա Համբարձումյանին։ Ես պատկերացնում եմ ինչպիսի մեծ ցավ եք ապրել դուք այս օրերին, որովհետև ես, որ անձամբ չէի ճանաչում Վաչե Եփրեմյան բանաստեղծին ու մարդուն, թերթում էի համացանցը ու հասկանում թե ինչպիսի լուսավոր մարդ է ապրել մեր կողքին։ Մայրաքաղաքից հեռու, չքնաղ սիրուն Կապան քաղաքում ինչպիսի լուսավոր եւ խորը մարդ է ապրել։ Ուզում եմ մի տեսակ իմ բաժին մեղքը քավեմ, իմ չիմացության մեղքը քավեմ եւ անպայման անդրադառնամ իմ հաղորդման շրջանակներում իրեն։ Շատ պիտի խնդրեմ ձեզ պատմեք իր մասին։ Ուսանողական ընկերներ ենք, ինքը մի կուրս բարձր էր սովորում,
Փաստորեն մենք 79 թվականից իրար գիտեինք, ճանաչում էինք։ Ես չեմ ասի, թե հենց սկզբից ընկերներ ենք եղել, եւ չեմ էլ կարող պնդել, որ ես նրա կենցաղային ընկերն էի, որովհետեւ մեր հանդիպումները շատ հազվադեպ էին լինում, բայց երբ որ հանդիպում էինք, մենք լավ իսկական ընկերներ էինք։ Ես ավելի շուտ գիտեք ինչ կասեմ, մենք գրի ընկերներ էինք, որովհետեւ այն մտածողությունը, որ ինքը ուներ, ինչ շատ հոգեհարազատ էր, ու նաեւ շատ տեղերում, շատ դիրքերում համընկնում էր։ Մենք իրար հասկանում էինք, ու մեր կյանքը այսպես տոն էր դառնում, երբ որ իրար հանդիպում էինք, նաև այնտեղ Կապանում մենք շատ լավ ընկերներ ունենք, Իսրայելյան Արթուրը, Օրբելյան Վահրամը, Իսրայելյան Արթուրը նրա ամենամտերիմ, եթե կարելի այդպես ասել, ընկերն է եւ իմ համակուրսեցին, մենք փաստորեն միասին ապրել ենք մի ամբողջ կյանք։ Նա դեռ ուսանող տարիներից էր գրում, այսինքն Վաչե Եփրեմյան տեսակը դեռ այն ժամանակվանից ձեզ ծանոթ էր եւ հասկանալի, թե տարիների ընթացքում բացահայտվեց նա։ Գիտեք ինչ, ինքը այո, հենց ուսանողական տարիներից եւ գուցե առաջ էլ գրում էր, որպես բանաստեղծ էր ինքը հանդես գալիս, իր բանաստեղծների քննարկումն էինք անում, օրինակ Պատի թերթում, բանասիրականի, բայց ընթացքում արդեն ի հայտ էին գալիս մտածողի։ Ես չեմ վախենում այս բառից, որովհետեւ ինքը իրոք մեծ մտածող է։ Մասնագետների նրա շրջանակը իհարկե նրան ճանաչում են եւ բարձր են գնահատում, համենայն դեպս նրա մտածողությունը մարդկանց ստիպում էր խորհել, փորձել հասկանալ, թե ինչ խոսք, ինչ գիր է բերում Վաչեն գրականություն եւ գրականագիտություն, ընդ որում ես ձեզ ասեմ, որ իր տեսակետներից հիմնականը այն էր, որ նշանակություն չունի, թե դու բանաստեղծություն ես գրում, թե գրականագիտական հոդված ես գրում, դրանք հավասար գիր են, որովհետեւ գիրը ինքը ընդհանրական է եւ գրի մարդիկ ստեղծում ենք մեր գիրը, մեր տեքստը։ Դա էպոսն է, դա էպոսի շարունակությունն է, դա Թումանյանն է, դա Նարեկացին է, դա Օրենացին է։ Ուզում եմ լսել Նաիրային, ինչպես եք դուք ծանոթացել Նաիրա Վաչե Եփրեմյանին եւ ով էր նա ձեզ համար։ Ճիշտ ասած, ես երկար տարիներ չի որ գիտեմ, երևի թե շուրջ 4 տարի, բայց 3.5-4 տարում հասցրեցի հոգևոր էներգետիկ դաշտով, այդ գրի տիրույթով, այսպես ասած, իրեն ճանաչել եւ ինքն էլ էր հենց այդպես ասում էր, ես դու եւ ավակը նույն էներգիայի մեջ ենք։ Ես քո գիրը այդպես եմ ընկալում։ Դու ավակինն ես ընկալում, հետո իմը, մի խոսքով այդ երևի թե փոխադարձ էր։ Շատ սիրելի մարդ ու չգիտեմ, իրոք ես երով երբեք չեմ կարող խոսել իր համար, չգիտեմ։ Եվ կերպարով, եւ կերպարանքով ինքը բարի թզուկ էր։ Ինքը մեծ արտիստ էր, ես ձեզ ասեմ, նույնիսկ իրեն Խանջունի են հրավիրել խաղալու, բայց ինքը շատ ծանր տարավ, երբ որ չգիտես ինչպես դա տեղի չունեցավ, բայց այդ կերպարը, այդ իր արտիստիզմը, իր խոսքը, իր պերսոնաժը, ինքը շատ տպավորիչ եւ անհնար էր նրան չսիրել, ինքը անչափ բարի էր, շատ արագ մտերմանում էր երեխաների հետ ու անպայման երբ որ զանգում էինք իրար, խոսում էինք, անպայման պետք է հարցներ երեխաներից, հատիկ առ հատիկ։ Ես ձեզ ասեմ, մեծ հոգուտեր շռայլ մարդ, շռայլ անձնավորություն, գիտեք գրականության մեջ իր սկզբունքն էր դա, իր տեսակն է դա, որ ինքը ասենք, եթե ինչ-որ բան գրում է ինչ-որ մեկի մասին, երբեք մի գովեստի խոսք, որովհետեւ իր գրականագիտությունը դա չի, լավն է, վատն է, հրաշալի է, սա չի։ Ինքը փորձում է արժևորել այն գիրը, որ ինքը ընթերցում է եւ այդ գիրը փորձում է տեղավորել այն ընդհանուր տեքստի մեջ, որ մենք ունենք, հայը ունի կամ աշխարհը ունի։ Ես ձեզ ասեմ, որ Վաչե Եփրեմյանի որպես գրականագետի բերած նորությունը որն է, այն որ նա գրականագիտության նոր տեսակ էր կերտում եւ դա, չգիտեմ, ես անվանում եի մշակութաբանական գրականագիտություն, որովհետեւ մենք հաճախ այսպես առանձնացնում ենք, ասում ենք գրականություն եւ մշակույթ, հա, այս առանձնացումը կա։ Մեզ թվում է թե միավորում ենք, բայց առանձնացնում ենք փաստորեն։ Բայց այն գրականագիտությունը, որ Վաչե Եփրեմյանը բերում է եւ բերեց, դրան պետք է ուղղակի ծանոթանալ, տեղյակ լինել արդեն։ Դա մշակութաբանական գրականագիտություն էր, այսինքն ինքը փորձում էր այն ամենը, որ ստեղծվում է գրով, տեղադրել այն մշակույթի ֆոնին, որը կոչվում է հայ մշակույթ, որը կոչվում է համաշխարհային մշակույթ։ Եվ սա նախադրյալներ է ստեղծում, որ ցանկացած
մշակութային արժեք, տվյալ դեպքում բանաստեղծությունը, ասենք գրականությունը ավելի օբյեկտիվ գնահատականի արժանանա։ Նա երբևէ որևէ բառ ոչ իր եղբորը, ոչ իր ընկերոջը, ինձ, այո, նույնիսկ դաժան է եղել մեզ նկատմամբ, եղբոր մասին ծվեններ գրած լինի, թե չլինի։ Ես այդ առումով, որովհետև կենսաբանական եղբայրը չեմ, գրի եղբայրն եմ, մի հոդվածի արժանացել եմ, շնորհակալ եմ դրա համար։ Ու ոչ մի բառ չէր շռայլի, ոչ մի էպիտետ չէր ասի գրի մեջ, բայց այնքան շռայլ էր, երբ որ ուրեմն մենք զրույցներ ենք, եթե հեռախոսով ենք խոսում, ինքը բառերը ուրեմն շռայլում էր եւ քեզ բարձրացնում էր, քեզ հանճարեղացնում էր, ասում էր դու հանճարեղ ես, դու հանճար ես, դու վիլիկի ես, իր արտահայտությունն եմ ասում, այսինքն իր սրտից զորում էր դա ասել, ինքը քեզ ոգևորում էր, գուցե դու դա չես, բայց ինքը անկեղծորեն հավատում էր իր այդ ասածին, ուզում էր իր ընկերոջը բարձրացնել, ամենակիչը ուզում էր, որ դու լինես այդպեսին, որ քո գիրը այդպեսին լինի։ Ես ձեզ ասեմ, ամեն մարդու չէր դա ասի, ինքը միշտ գիտեր ում ինչ ասի, գիտեր ում կարելի է ոգևորել, ում կարելի է խոսքը շռայլ։ Նայրան զրույցից առաջ ասաց, որ իր բանաստեղծությունների շարքը վերջին գիրքը, հա, կարծես Նայրա ինքն է նայել եւ այսպես ասած առաջին խորհուրդը ինքն է տվել։ Խնդրում եմ 1-2 բառ այդ մասին։ Ճիշտն ասած, այո, չջադրած այդ տարբերակը ես ինտերնետով ուղարկեցի իրեն, խնդրեցի, որ նայի, բայց մի 3-4 օր հետո նա զանգեց ու ասեց դու չգիտես, դու ինչ ես գրել, ես վախով էլի շատ ասում էի, որ միգուցե պիտանի չի տպագրության, ես չգիտեմ, բայց նա ստիպեց, նա հորդորեց, ոնց որ թե այդ գրքի ծնունդը ավելի շատ իր անվան հետ է կապված։ Իսկ ինչ կասեք իր բանաստեղծական աշխարհի մասին։ Գիտեք, ես նոր ասացի, որ նա տարբերություն չէր դնում գրի մեջ, կոպիտ ասած, դա գրականագիտական հոդված է, թե բանաստեղծությունը գիրը մնում է գիր նրա համար, որպես պոետ էլ նա այնպիսին էր, ինչպիսին որ գրականագետ էր։ Գիտեք, արտաքուստ թվում է, թե նա ժամանակակից մոդեռն եւ դա ձևի առումով ես դա ընդունում եմ, բանաստեղծություն է ստեղծել, բայց այն ցավերը, այն կարոտը, այն տվայտանքները մարդկային, որ մենք ապրում ենք, դրանք շատ հին են եւ առաջին մարդու տվայտանքներն են, որը երբեք չի փոխանցվում, այո, դրանք պարզապես մենք վերապրում ենք եւ կրկնում ենք մեզ համար։ Իր բանաստեղծության մեջ ինձ համար շատ տպավորվել է իր գործերից մեկը, այնտեղ խոսում է մոր մասին, հոր մասին, մոր հեռանալու մասին, հոր հեռանալու մասին, ես հիմա փորձում եմ գտնել դա։ Երբ հայրս հեռացավ, տունը թողեց մորս, երբ մայրս հեռացավ, տունը հեռացավ նրա հետ։ Տունն այդպես է ամբողջանում։ Երբ մայրս խոսում էր, հավատում էի, որ Մարկեսը աշակերտներ նրա։ Երբ մայրս ծիծաղում էր, հավատում էի, որ ջրվեժները իրենից էին սկիզբ առնում։ Երբ լռում էր, հավատում էի, որ մահը իրական է։ Մի անգամ ասաց. «Մնա տանը, այս գիշեր կրակելու են թափառող շների վրա։ Մի օր դուրս եմ գալու տնից»։ Նա այդպես էլ արտահայտվում էր մոր մասին եւ հոր մասին, իդեպ ասեմ, այդ դերասանական տաղանդը, արտիստիզմը նրա մեջ հորից ու մորից էին փոխանցվել, որովհետեւ հայրը եւ մայրը աշխատել են Կապանի թատրոնում, նրանք դերասաններ էին։ Ընդհատեմ զրույցն ու ընթերցեմ նրա մյուս ընկերոջ, լրագրող Լիզա Ճաղարյանի մտքերը, որոնք գրվեցին անմիջապես Վաչե Եփրեմյանի մահից հետո։ Պատերազմի տարիներին, պատերազմից հետո, երբ Կապանը բզկտված էր ադրբեջանական գրադների հարվածներից, Վաչիկն ու իր եղբայր Ավագը մշակութային թերթ էին հրատարակում աշխարհից խռոված այդ փոքրիկ քաղաքում։ Այստեղից սկսեմ, թե այնտեղից, որ իրենց հանապազորյա հացի փողով էին հրատարակում այդ թերթը, թե այնտեղից սկսեմ, որ ես մայրաքաղաքի մեծամիտ ու ամբարտավան գրողական աշխարհի մարդս գնում էի ու աշխարհից մոռացված Կապանում գրականագիտության դոկտոր Վաչիկից ու բանաստեղծ Ավագից էի տեղեկանում մեծ գրականության մասին նորություններ։
անդամները, թե ասեմ, որ մայրաքաղաքում խոշորացույցով կփնտրեիր ու գտնեիր կամ չգտնեիր Վաչիկի նման մտավորականի, Վաչիկի նման գրագետի, Վաչիկի նման գրականագետի, Վաչիկի նման ծաղրածուի։ Հեղեղու քաղաքականության մեջ էիր խրված մինչև ականջները, թե գրական խարդավանքների մեջ Վաչիկը քեզ թեթևորեն աննկատ առանց ջանքի հանում էր այդտեղից։ Քո հոգում վաղուց ի վեր կիսամեռ մոլորակներն էր վերակենդանացնում ու քեզ ուղեծիր դարձած պտտում շուրջդ։ Փոքրիկ իշխան էր իմ ընկեր Վաչիկը, չգիտեմ։ Ինքը մռայլ էր, բայց քեզ զվարճացնում էր ու զվարճացնում։ Ինքը մենակ էր, բայց քեզ երբեք մենակ չէր թողնում, եւ մենք ագահորեն քամում էինք իրենից իր ուրախությունն ու զվարճությունը։ Հետո Վաչիկին թողնում էինք իր մենակության հետ ու գնում նորից խրվում մեր հեղեղու քաղաքականության մեջ, մեր գրական խարդավանքների մեջ, մեր առօրյա ճղճիմ հոգսերի մեջ, մեր գորշ մոլորակի մեջ։ Օազիս էր Վաչիկը։ Շարունակենք զրույցը Թադևոս Տոնոյանի ու Նաիրա Համբարձումյանի հետ։ Գիտեք ինչ, կապանը, եթե այդ բառի նախնական իմաստով ասենք, դա Հայաստանն է, քարու քռանը եւ ագրավակարը այդ քայլի կենտրոնում, Վաչեն կորցրեց ողջ Հայաստանը։ Ուղղակի ափսոս, որ դեռևս լայն մասսան մտավորականության այդ կորստը չի գիտակցում, բայց մենք կորցրեցինք, ասեմ ձեզ, բանաստեղծին, մենք կորցրեցինք գրականագետին, մենք կորցրեցինք արտիստին, մենք կորցրեցինք հայրենասերին, մենք կորցրեցինք մշակութաբանին, մենք կորցրեցինք պարզապես մարդուն, այդպիսի մարդիկ եզակի մարդիկ են, այդպիսի մարդիկ 1000 տարին մեկ են ծնվում, ես ձեզ ասեմ։ Կարող ես նրա հետ խոսել ու հանկարծ մեկ ասում էր ո՞նց է որ ես այսպեսին չեմ լի, ո՞նց է որ ինքը այսպեսին է, ո՞նց է կարողանում էլի, այդ մտքի վրա ինձ երբեմն բռնացրել եմ ու հնարավոր չի նրան չսիրել, եւ ես վստահորեն ասում եմ հնարավոր չի նրա գիրը չսիրել։ Ես իմ ուսանողներին տալիս եմ նրա գիրքը 20-րդ դարի հայ գրականություն մշակութաբանական ենթատեքստեր մագիստրոսներին, այդ գիրքը ես այսօր փնտրեցի որ բերեմ, հետո հիշեցի որ էլի մագիստրոսներից մեկին տվել եմ այդ գիրքը նշումներով, դա մի յուրօրինակ ստեղծագործություն է, դա գիտական գիրք է, դա նաև գեղարվեստականություն ունեցող գիրք է, եզակի վերլուծաբան մեր էպոսի, մեր խորհուրդների էպոսում, մեր մշակույթի, եզակի հայացք, անկրկնելի նոր հայացք, որովհետև նոր դիրքերից էր նա նայում, նա կարողացել էր գտնել իր դիրքը եւ այնտեղից նայել այն ամենին, ինչին որ մենք 1000 տարի նայում ենք ու նույն բանն ենք տեսնում։ Մենակ մարդ էր, ողբերգական բան էր, վերջի մի 5-6 ամիսը, որ այդպես հանդիպում էինք, չարագույժ բաներ էր ասում, իր մենակությամբ, Արթուրի մենակության հետ, այնտեղ երկուսն էլ կապանում, գնում գալիս էին, երբեմն նա իր մենակության դռները բացում էր, երբեմն չէ հաճախ, որտեղ նրանք շատ մտերիմ ընկերներ են, հաճախ նա էր բացում, բայց երկուսն էլ ինքնափոփ մարդիկ են, Վաչեն առավել եւս ինքնափոփ, դա գիտեք ինչ է նման, դա նաեւ նրա հայացքն է, նրա կարծիքն է, որ մեր մշակույթը ինքնափոփ է նաեւ, ինքնափոփ քաղաքակրթության խորհուրդը կար նրա մեջ դրված եւ ինքը այդ փիլիսոփայությամբ նաեւ մոտենում էր մեր մշակույթին, այդ ինքնափոփությունը նման է այն ագրավակարին իր համեմատությունն եմ նաեւ ասում էլի, ագրավակարին, մենք ազգովի նստած ենք ագրավակարի մեջ, ես էլ մի բանաստեղծություն եմ իրեն նվիրել 2000 քանի թվականին լույս տեսած գրքում, ասում եմ, որ մենք, չգիտենք, ուզում ենք ներս մտնենք այդ ագրավակար, նորից թե ուզում ենք դուրս գալ այդ ագրավակարից, այդպեսի մի վիճակի մեջ ենք մենք, ինքը ագրավակարի մասնագետն էր, այսպես ասեմ։ Գիտեք ինչ, էպոսը ոնց որ Մասիս սարը դրված է ամեն օր մեր հայացքի առջև, բայց հանկարծ ինքը մի ուրիշ տեղ էր գտել, ուրիշ տեղից էր կարողանում նայել այդ Մասիս սարին, ու դա բերեց այն, ինչը կոչվում է նորություն գրականագիտության մեջ։ Նա ունի էպոսի վերաբերյալ վերլուծություններ։ Իհարկե, նրա մշակութաբանական ենթատեքստերի մեջ փոքր մեհերի կերպարին է անդրադառնում ագրավակարին։ Չգրված գրքի ծանոթագրություններ գրքում էլ ունի բավական անդրադարձեր
եւ էպոսին եւ ալգրավակային բավական հետաքրքիր էսպես մտածողությամբ է վերլուծում դրանք։ Ես առավոտյան էլ որ մտածում եի այստեղ գալու եմ, հենց ոնց որ այդ հատվածն էի բացելու վերընթերցում էի։ Գիտեմ, որ ուսանողներ էլ ուներ, դասավանդում էր նաեւ, եւ դա մեծագույն բարեբախտություն է, որ երիտասարդ սերունդ է անցել այդ տեսակ մարդու ձեռքի տակով։ Արդյոք կարողացավ ինչ ուներ իր ներսում փոխանցել, տալ, թե չհասցրեց։ Ինչ ուներ իր ներսումը դժվար է ասել նրա համար, որովհետև նրա ներսում խառնարան էր, այդ անընդհատ էր ինչ որ process-ներ տեղի ունենում ու անընդհատ փոխանցելու բան կար։ Այդ առումով չեմ կարող ասել, որ ինչ որ մի բան ուներ, փոխանցեց, ավարտեց, վերջացրեց։ Ես չէի ասի, որ ինքը չհասցրեց։ Հիմա ես նայում եմ այն ինչ որ ինքը արել է, այնքան արժեքավոր է, հենց գրականագիտության ասպարեզում, հենց գրականագիտության նոր ուղղության հաստատման ուղղությամբ նա կարողացավ ահագին բան անել։ Ահագին բան որն է, ինքը ուրեմն դրել է դրա հիմքերը։ Մեզ մնում է հետագա սերնդի գրի մասնագետներին, գրականագետներին տհաճ իրավիճակում չհայտնվելու համար անպայման նաև Վաչե Եփրեմյանի հայացքը զննի նոր ոսի այս կամ այն գրական ստեղծագործության մասին կամ այդ մեթոդը օգտագործի։ Այն բառաշինարարությունը այդպես քիչ է ասել, տերմինաշինությունը, որ նա կարողացավ անել, դա պետք է մարսել։ Ինքը շատ բան հասցրեց ու շատ բան չհասցրեց, հաստատ շատ բան չհասցրեց, բայց այն ինչ որ արվել է, դա կարիք ունի գնահատման եւ իր արածով նա հետագա սերունդներին թողել է պարտադրվածություն անդրադառնալու Վաչե Եփրեմյան անհատականությանը, գրի անհատականությանը։ Ներառմիջապես հենց այս օրերին համացանցում ձեր էջում դուք տեղադրեցիք նրա նվիրված մի բանաստեղծություն, արդյոք դա նրա մահից առաջ էր գրված, թե անմիջապես հետո դուք ազդեցության տակ։ Ազդեցության տակ չէ։ Բանաստեղծություն գրվել է 2010 թվականին։ Ինքը ընթերցել է բանաստեղծությունը եւ ինքը շատ հավանել էր բանաստեղծությունը։ Ընթերցեմ Վաչե Եփրեմյանին։ Դու ապրում ես ծառի ոճով, իսկ ծառը երբեք չի մեռնում։ Դու ապրում ես գաղտնիքի մեջ ժամանակի եւ դուրս տարածությունից, եւ պտույտը ծիծեռնակի տան առեղծվածն է ծեփում։ Դու ապրում ես եւ լույսի առողջության մեջ պահում ես զարկերակի ընթացքը աշխարհի։ Դու ապրում ես եւ ես լսում եմ քո մենակության գաղթարշավը համբերության դրան հետևից եւ ժամանակի առողջ ողնաշարին կարդում եմ Վաչե Եփրեմյան, ազգակիցը բոլոր բաց հորիզոնների։ Դու ապրում ես ծառի ոճով, իսկ ծառը երբեք չի մեռնում։ Կա մի փոքրիկ հուշ, որը ձեզ միշտ կապրեցնի, կհիշեք դուք։ Ես հուշը չասեմ, ուղղակի այս պահի համար ասեմ, հիմա ինքը վերևից նայում ասում է ամոթ է, լավ է, ես չկանում, ու ծիծաղում է, ես անկեղծ եմ ասում, ես համոզված եմ, ես հավատում եմ հոգու անմահությանը եւ Վաչիկն ինքը ամոթությամբ հոգի է, հա, ու ինքը հիմա հումորով մեզ ասում է ախմախ դուս մի տվեք այդքան։ Այսքան է սիրելի ունկնդիրներ, ձեզ հետ Մերի Մուսինյանն էր, կհանդիպենք հաջորդ երեքշաբթի։